Դուք դիտում եք ապրենք առողջ հաղորդումը 21 TV եթերում բարև ձեզ։ Ես Տաթև Առաքելյանն եմ։ Այսօր հյուրընկալել եմ Մուրացան համալսարանական հիվանդանոցի ընդհանուր մանկաբուժական ծառայության ղեկավար բժշկական գիտությունների թեկնածու Մարի Դարակչյանին։ Սակայն մինչ զրույցին անցնել ուզում եմ ասել շնորհակալություն Արփին Կաբյութին, տեղեկացնել, որ այն գտնվում է Իսակով 42 կոտորակ 3 հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Բարի գալուս, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարև ձեզ։ Ասում են մայրիկի լավագույն ներդրումը երեխայի առողջության եւ կյանքի համար կրծքով սնուցումն է եւ չեն սխալվում այս հարցում միանշանակ, բայց ուզում եմ այս անգամ խոսենք ոչ միայն երեխայի համար, սա ինչքան կարեւոր է, որովհետեւ այս մասին շատ են խոսել, բոլորը գիտեն, որ լավագույն սնուցումն է, այս անգամ ուզում եմ մայրիկի համար նշենք, հա, թե ինչու է կարեւոր կրծքով սնուցումը, որովհետեւ ինչքան էլ որ մենք գիտենք երեխայի համար ինչքան առողջարարը, միևնույն է այն մոտիվացիան նաեւ կինը պիտի ունենա, թե իր համար ինչով է շահեկան կրծքով սնուցումը։ Իրոք շատ կարևոր հարց է եւ ես ուղղակի հակիրճ կանդրադառնամ մի քանի ասպեկտների։ Առաջինը բնականաբար մոր առողջությունն է, որովհետեւ ապացուցված է, որ կրծքով կերակրող մայրերը ունեն որոշակի դրական փոփոխություններ եւ ավելի հավանականություն, որ չեն հիվանդանա այնպիսի որոշակի խումբ հիվանդություններով, ինչպիսին օրինակ քաղցկեղն է, ընդ որում կրծքագեղձի, ինչպես նաեւ ձվարանների, հա, հավանականությունը հիվանդանալու իջնում է։ Այնպես չի, որ ամբողջությամբ պաշտպանում է, բայց բնականաբար ապացուցված է, որ այդ կանանց մոտ նմանատիպ քաղցկեղների հանդիպելիությունը ավելի ցածր է լինում։ Բացի դրանից ֆինանսական հարցերը կնոջ համար կարծում եմ ոչ պակաս կարևոր, որովհետև կատնախառնուրդով կերակրումները սկզբի ամիսներին են թվում, որ շատ արդյունավետ են, սակայն իրականում բնականաբար դա բավականին մեծ ֆինանսական բեռ է ընտանիքի վրա, ինչը պետք է հաշվի առնել, եթե որոշում է կայացվում որևէ պատճառով կերակրումները փոխարինել կատնախառնուրդով եւ բացի դրանից ես վստահ եմ, որ նաեւ հոգեբանական կապը երեխայի հետ եւս միայն շահում է, եթե կինը կերակրում է կրծքով, որովհետև շատ այդպես տարածված միֆեր կա, որ երբ կինը ծննդաբերում է, այլևս վերջ ինքը պարտավոր է իրեն մայր զգալ, իրականում մայր զգալու զգացողությունը տարբեր կանանց մոտ տարբեր ժամանակահատվածում է գալիս եւ ընդհակառակը նոր ծննդաբերած կանայք ունեն բավականին բարձր ռիսկեր հետծննդաբերական դեպրեսիաներ ունենալու առումով եւ այստեղ այս կրծքով կերակրումները նաեւ օգնում են կնոջը ավելի հանգստանալ եւ բնականաբար հասկանալ, գիտակցել իր մայր լինելը եւ ճանաչել ու հասկանալ իր երեխային։ Գիտեք, ցանկացած պարագայում, երբ հերթը հասնում է առաջին этаպում, հա, կրծքով սնուցմանը, բոլորս կարծես թե միևնույն է, որերորդ ծննդաբերությունն ուզում է լինի։ Մեզ թվում է առաջին անգամ ենք այս քայլանում ու այնպիսի հարցեր են առաջանում, որոնց պատասխանները նախորդ երեխաների, այսպես ասած, սնուցման ընթացքում մենք կարող ենք ուրիշներին խորհուրդ տալ եւ պարզաբանել։ Եվ դրանցից ամենաշատ հանդիպող հարցեր ուզում եմ այս հաղորդման ընթացքում բարձրաձայնենք եւ վստահ եմ ամենաշատ հանդիպող հարցն այն է, թե արդյոք երեխան կշտացավ թե ոչ։ Կարող է լացում է, որովհետև սոված է։ Ինչպես կարող է մայրիկը հասկանալ, որ երեխային լրիվ բավարար է այն կաթը, որով որ ինքը կարողանում է կերակրել։ Շատ կարևոր հարց եք տալիս, որովհետև լաց լինող երեխային առաջինը բոլորը ասում են տվեք կատնախառնուրդ։ Եթե ամառ է, ասում են ծարավ է, տվեք ջուր։ Եթե արդեն մի փոքր մեծ է, 3-4 ամսեկանին մոտ է, ասում են տվեք հավելյալ սնունդ։ Խորովածի ժամանակ։ Այո, ուզում ասել, որ այս բոլորը սխալ է, որովհետև երեխան ուրիշ կոմունիկացիա, քան լացը չունի։ Երբ իր տակդիրը թաց է, երբ իր մաշկը գրգռված է, երբ իրեն ցուրտ է, երբ իրեն շոկ է, երբ ինքը անտրամադիր է, երբ ինքը ուզում է ուշադրություն եւ նաեւ երբ ինքը սոված է։ Այս բոլոր դժգոհությունները արտահայտվում են լացով։ Հետևաբար լացի վրա գցելով կուրծքը պակասեցնել եւ ավելացնել կատնախառնուրդ լավագույն դեպքում, իսկ վատթարագույն դեպքում պախարակել կնոջ կաթը շատ տարածված երևույթ է, ցավոք սրտի։ Եվ դրա համար կինը պետք է կրթվի։
Այսինքն նախապես մինչև ծննդաբերելը կա ժամանակ, երբ ես ասում եմ, որ տարբեր սոցիալական ցանցերը թերթելու փոխարեն նույն այդ սոցիալական ցանցերում կարելի է գտնել եւ կրծքով կերակրման մասնագետների եւ մանկաբույժների ու մեջերը շատ հարուստ են այս ինֆորմացիայով։ Իսկ ինֆորմացիան նրա մասին է համաշխարհային ստատիստիկայի, որ 98% կանայք կարող են իրենց կրծքով իրենց երեխաներին կերակրել 2 տարի եւ ավել, ապահովելով բավարար աճ եւ զարգացում, իհարկե խոսքը գնում է առաջի 6 ամիսը բացառապես կրծքով կերակրման մասին, այնուհետև ժամանակին եւ ճիշտ քանակությամբ հավելյալ սննդի ներմուծմանը զուգահեռ։ Նաև մեծերը խորհուրդ են տալիս կաթ հավելացնելու համար շատ սուպիկներ, ապուրներ ուտել, դեղատները եւ դեղագործական ֆիրմաներն առաջարկում են տարատեսակ հավելումներ, թեյեր, հաբեր եւ այլն կաթ հավելացնելու համար, ել չենք մոռանում ավանդական պրյանիկն ու խտացրած կաթը, որոնք որ համարվում են ոսկե ստանդարտ, բայց դե ժամանակակից բժշկությունն էլ ասում է, որ ոչ մի կողմ դրեք սրանք, փակեք այս էջը, փոխարենը ինչ անենք, որ լավ կաթ ունենանք ու շատ կաթ ունենանք։ Իրականում կաթի արտադրության եւ արտահոսքի համար 2 կարևոր նյութ է օրգանիզմում պատասխանատու՝ պրոլակտինը եւ օքսիտոցինը։ Պրոլակտինը գլխուղեղում է արտադրվում եւ հետեւաբար այստեղ բացարձակապես ձեր նշած որևէ սննդային միջոցներ չեն ազդում, որպեսզի կնոջ մոտ պրոլակտինը ավել արտադրվի եւ այն խթանվում է հակադարձ մեխանիզմով, երբ կրծքի մեջ արկա մեկ այլ նյութ, որը կոչվում է կաթի արտադրությունը արգելակող նյութ, սկսում է դուրս գալ կրծքից, երբ երեխան այն ուտում է։ Սա մի հետաքրքիր մեխանիզմ է, որը մտածել է բնությունը, որպեսզի կինը իր նույն կրծքերով, որտեղ տարբեր կրծքեր չունի, որ փոխարինի կերակրման ընթացքում կարողանա կերակրել եւ 3 կիլոանոց երեխային, եւ 5, եւ 7, եւ 10։ Հետևաբար կա նյութ, որը ինչքան շատ է դուրս գալիս կրծքից, այնքան պրոլակտինը խթանվում է, այնքան հաջորդ օրը տեղը արտադրվում է, այսպես ավելի քանակով։ Այո, ցավոք սրտի այստեղ եւս մարքեթինգի ամենակարևոր, շուկայական փոխհարաբերությունների ամենակարևոր օրենքը աշխատում է, եւ հետեւաբար եկեք մտածենք այսպես, որ եթե դուք լինելով կին, կերակրող կին, մի կերակրումը փոխվում է կատնախառնուրդով կարծելով, որ կուրծք հետ ընթացքում կհանգստանա եւ կլցվի, դուք հաջորդ օրը այսպես ասենք, այդ կատնախառնուրդի տված չափով պակաս կաթ եք արտադրելու ձեր երեխայի համար։ Այսինքն հաջորդ օրը ստիպված եք լինելու 2 անգամ արդեն տալ կատնախառնուրդ, 2 անգամ պակաս կաթ ստանալ եւ այս շղթան ցավոք սրտի շարունակվում է։ Եվ սա է պատճառը, որ մենք միայն ու միայն ասում ենք, որ կերակրումները ավելացնում են կաթի քանակը։ Եվ երկրորդը շատ կանայք կան, որ օրինակ ունեն կաթ, բայց եթե իր երեխան կողքը չլինի կամ չուտի, նրանք չեն կարողանում կթել կուրծքը։ Եվ սա եւս ստեղծում է սխալ տպավորություն, որ կաթ չկա։ Իրականում կաթը արտադրվում է պրոլակտինի պատճառով, բայց քանի կնոջ օրգանիզմը չի արտադրել օքսիտոցին, կաթը չի արտահոսելու։ Դրա համար կան կանայք, ովքեր հեշտ է նրանց մոտ կաթը հոսում եւ կան ում մոտ ավելի դժվար։ Կան կանայք, ովքեր անգամ տեսնելուց երեխային հեռվում, արդեն ունենում են կաթի բավարար հոսք։ Հետևաբար Այսքան են ժողովրդական կուրծքը եռալ, հա, այս արտահայտությունը։ Այո, հետևաբար այստեղ եւս կարևոր է, որ երեխան լինի մոտ, լինի մորը հնարավորինս հպված, որը որ կնոջ օրգանիզմին խորհուրդ կտա, որ արկա կաթը արդեն իսկ կարելի է բաց թողել։ Այսինքն այստեղ նաեւ պահեստապետ ունենք օքսիտոցինի տեստով։ Իսկ կաթի որակի վրա ինչն է ազդում, որովհետև շատ հաճախ կան, չէ, կանայք ասում են կաթը յուղոտ էր, երեխան կերավ կշտացավ, մի մասն էլ ասում է, որ չէ, կաթը ջրիկ էր, երեխան կուշտ չի, երեխան չի աճում, երեխան սնուցում չի ստանում եւ սրանք զուգահեռել նաեւ այստեղ ուզում եմ շատ կարեւոր հարց բարձրաձայնել, գոնե ինձ համար, հա։ Եթե մենք ասում ենք, որ սնունդը կաթի արտադրելու, կաթի քանակի վրա չի ազդում, որակի վրա ազդում է թե ոչ, քանի որ երեխան, այսպես ասած, իր վիտամինային պաշարը, իր հանքանյութեր ամենից ստանում է մայրիկի միջոցով, չէ՞։ Հետևաբար պիտի մայրիկն էլ ունենա այդ պաշարը, որ կարողանա երեխային էլ տա։ Այսինքն ճիշտ է տրամաբանությունս, որ այո քանակի վրա չի ազդում, բայց որակի վրա կարող է ազդել։
տրամաբանությունը ճիշտ չէ, որովհետև էլի օրգանիզմը շատ շրջահայաց է գտնվել եւ ասել է կնոջը, որ պիտի կարողանաս կերակրես եւ սերունդը շարունակվի եւ դա երևի թե ամենակարևոր այսպես մարդկային գլոբալ հարցերի կարևորագույն կետն է, երբ դուք շարունակում ես սերունդ եւ այստեղ խնայողություն չկա մայրիկի վրա արված, այսինքն մայրը ինչ ունի Եվ եթե մոր օրգանիզմը բավարար է իր գործունեությունը ապահովելու համար, կինը կարողացել է հղիանալ, ծննդաբերել, չէ՞ որ դրանք էլ երբ կինը գտնվում է էքստրեմալ պայմաններում, այս process-ներն էլ տեղի չեն ունենում, եւ եթե կինը անցել է այս փուլերով եւ հասել է կերակրման, ապա օրգանիզմը համարում է, որ նա ունի բավարար ռեսուրսներ երեխային ապահովելու համար, թե սպիտակուցով, թե ճարպով, թե ածխաջրով եւ թե միկրո-մակրո էլեմենտներով։ Այստեղ միակ բացառությունը, որ կա, դա վիտամին D-ի քանակն է, որը որ մենք իհարկե էլի բժշկագիտորեն որոշել ենք եւ բնականաբար բնությունը այստեղ էլ բնությանը մեղադրել չենք կարող, որտեղ մարդը ապրել է արևիտակ, բաց պայմաններում, իսկ վիտամին D-ն գիտենք, որ միայն կրծքով չի ստացվում, այլ նաեւ արևիտակ սինթեզվում է, հետեւաբար մեր նախնիների երեխաները, ովքեր գտնվել են արևիտակ, նաև այս վիտամին D-ի պակասը չեն ունեցել եւ կարիք չեն ունեցել կաթով ստանալու, բայց քանի որ հիմա մեր երեխաներին մենք մինչեւ 6 ամսեկանը խստիվ արգելում ենք գտնվել արևի ուղիղ ճառագայթների տակ, քանի որ գիտենք, որ դա մաշկի քաղցկեղի ռիսկ է բարձրացնում, այստեղ արդեն մենք ստիպված ընտրում ենք այլ ճանապարհ, այո, եւ առաջի 2 տարին օգնում ենք վիտամին D-ով։ Եվ եթե ժամանակին տալիս ենք հավելյալ սնունդ, որի մեջ կա սկարմիր միս, այսինքն նաև բետա-2-ի եւ երկաթի ռեսուրս, ապա նաև երկաթի այն քանակությունները, որոնք մի փոքր ավելի քիչ են մայրական կաթում, բայց ուզում եմ անպայման բարձրաձայնել, որ շատ լավ են ներծծվում ի համեմատ ցանկացած այլ երկաթի, որը մենք դրսից տալիս ենք, այս դեպքում էլ էլի խնդիր չենք ունենում, այսինքն կարելի է ասել, որ ինչ ուզում եք կերեք, խմեք, բնականաբար ալկոհոլի մասով կա սահմանափակում, ի դեպ ասեմ, որ 1 գավաթ գինին եւս կարելի է օգտագործել, որովհետև կերակրող մայրը 2 տարի չի կարող իրեն զրկել բոլոր տեսակի այսպես իր կյանքի համար փոքրիկ ուրախությունից եւ իրոք կան կանայքում համար նաև տոնելը, նշելը կամ որոշ ժամանակը մեկ թուլանալը, հանգստանալը եւս նորմալ իրականություն է, թեպետ կարծում ես մասի համար ինձ անպայման կպախարակեն, որովհետև այստեղ կինը միայն պիտի նվիրված լինի իր երեխային, բայց դա եւս թույլատրելի է։ Ոչ ամեն օր, իհարկե ցանկալի չէ, որ ամեն օր գինի խմի կինը, բայց եթե հասել է այնպիսի իրավիճակի, երբ կնոջը դա պետք է անել իր հոգու հանգստության համար, փոքրիկ նվեր տոն ստեղծել իր ընտանիքի համար, իր համար, որևէ խնդիր չկա։ Սննդի թեման շարունակելով, շատ մայրիկներ վստահ եմ ձեր կաբինետում եւս բարձրաձայնում են, ես սա չեմ ուտում, նա չեմ ուտում, գազիկներ չլինի, ալերգիա չլինի եւ այլն եւ այլն։ Սա որքանով է արդարացված։ Արդարացված չէ, որովհետև երբ ծննդատանն էի աշխատում, դե գիտեի, որ կյանքի 2-3 օրերին այդպես կա նորածնի մաշկի անցողիկ ցանավորման տեսակ, որը կոչվում է նորածնային տոքսիկ էրիտեմա, այսինքն լինում են շատ հստակ ցաներ, բշտիկների տեսքով, անգամ դեղնասպիտակավուն թափանցիկ հեղուկով, մեծ հիպերեմիկ օջախներ, արտաքինից շատ նման է ալերգիաների, եւ դա լինում է 2-3 օրը հիմնական, բայց մինչեւ 1 ամիս կարող է լինել Եվ երբ մտնում ես սենյակ, անպայման տես տատիկը տխուր տեսքով ասում է, որ երևի այդ յոգուրտը կերավ, որը դեղցի էր, ոչ թե օրինակ խնձորի։ Եվ երբ ես սկսում էի թվել, թե ինչ կարելի է տալ մորը, այսինքն միշտ սկսում էի ամենայն տրիգերային սննդամթերքներից, ասում էի կարող եք խաղող բերել, լոլիկ, վարունգ, որտեվ տավարի մսով ճաշ, հավով ճաշ, որը որ ինչ որ դուք սիրում եք, ինչ կերել եք ամբողջ հղիության ընթացքում, շարունակեք նույն կերպ սնվել եւ անպայման հարցը հաջորդ գալիս էր արդյոք այս մաշկի խնդիրը հրահրված չի մոր սննդով, որովհետեւ հենց այդ առաջի ցանից հետո է որ սկսում են սահմանափակումները։ Իհարկե ոչ հրահրված չի եւ կյանքում կան բաներ, որոնք կատարվում են ժամանակային առումով իրար հաջորդելով, սակայն որևէ կապ չունեն իրար հետ եւ սա այդ դեպքերից մեկն է։ Այսինքն, այո, երեխան
ունենում է ադապտացիոն շրջան, մաշկը եւս ադապտացվում է եւ սա մոր սննդի հետ կապ չունի։ Բացառությունն կազմում են երեխաները, ովքեր իրոք ունեն որոշակի տարբեր ալերգիաներ, բայց դա շատ փոքր տոկոս է երեխաների, եւ իհարկե մենք ունենք նաեւ այդպիսի խնդիրներ, երբ օրինակ երեխայի կղանքում կարող է արյուն առաջանալ, երբ մայրը օգտագործում է կաթնամթերք։ Բայց նորից ուզում եմ կրկնել, դա խոսքը գնում է հիվանդ փոքր տոկոս երեխաների մասին, ընդամենը գուցե 1%-ից քիչ։ Մնացած բոլոր մայրերը ազատ են ուտել, խմել, վայելել իրենց կրծքով կերակրումը, այնպես ինչպես իրենք ուզում են։ Արդյոք հիվանդ ժամանակ մայրիկը իրավունք ունի կերակրելու երեխային։ Իհարկե իրավունք ունի կերակրելու եւ պետք է կերակրի, որովհետեւ իրանք գտնվել են նույն բարձր ռիսկի խմբում եւ մայրը մոր մոտ դրսևորվել է հիվանդությունը, իսկ երեխայի մոտ գուցե դեռ չէ։ Եվ այստեղ մոր օրգանիզմը շատ ավելի հմուտ է հակամարմիններ արտադրելու առումով եւ այդ հակամարմինները ավելի հեշտությամբ տալու երեխային, որտեղ մայրը ամենայն հավանականությամբ այդ վիրուսին արդեն իսկ հանդիպել է իր կյանքի ընթացքում եւ նրա համար ընդամենը 1-2 օրը բավարար է հակամարմինների բավարար պաշար նորից գեներացնելու համար եւ դա կաթով անցնում է երեխային։ Այսինքն այն մտավախությունը, որ ջերմություն ունի մայրիկը, կաթը կարող է թթվել, չկա նման բան։ Չկա, արևի տակ քայլելուց կաթը չի թթվում, ջերմելուց չի թթվում, մածուն ուտելուց չի կտրվում։ Ամփոփելով այսօրվա զրույցը, ուզում եմ բոլոր այն մայրիկները, ովքեր այս պահին մեզ դիտում են եւ մտավախություններ ունեն երեխայի կաթով սնուցման, կրծքի կաթով սնուցման հետ կապված, այն ամենակարևոր խորհուրդները, որոնք հիմնականում տալիս եք նորաթուխ մայրիկներին, հիմա եւս բարձրաձայնեք։ Ուզում եմ, որ իրենք վստահեն իրենց, լինեն կիրթ այս հարցի առումով, մտածեն կրծքով կերակրման մասին երեխայի ծնվելուց ամիսներ առաջ, ունենան մարդիկ, ում հետ կկարողանան կիսել իրենց կրծքով կերակրման հոգսերը։ Շատ իդեալական կլինի, եթե դա լինի երեխայի հայրը կամ պարտները, ում հետ որ երեխայի հետ ապրում են, որովհետև իրականում մենք երևի ապրում ենք յուրահատուկ դարաշրջանում, երբ տնողավարությունը հասել է այն իր հնարավոր բարձրակետին կամ ձգտում է հասնել այն բարձրակետին, որտեղ տղամարդը հայրը ներգրաված է երեխայի եւ սերունդի դաստիարակման մեջ, ճիշտ նույնքան, գուցե ավելի շատ, քան մայրը եւ հետեւաբար պետք է օգտվել այս հնարավորությունից, պետք է անպայման քննարկել ամենադետալային առումով ինչպես է լինելու առօրյան, ինչպես է կազմակերպվելու կրծքով կերակրումը, ով է օգնելու, եթե առաջին օրերին, շաբաթներին որևէ խնդիրներ առաջանան, ընդհանուր մինչև որ բժիշկը կամ որ բուժքույրը պետք է աջակցի եւ արդյոք այդ բժիշկը լինելու է արկա այս շրջանի համար։ Այսինքն, ինչպես ասում են, պատերազմի արդյունքը որոշում է նաև նախապատրաստումը, զինված լինելը եւ այստեղ շատ նման իրավիճակ է, եթե դուք զինված եք գիտելիքներով, ունեք հարց, որի պատասխանը այոն է, այսինքն այո, ես ուզում եմ կրծքով կերակրել իմ երեխային, այս դեպքում պետք է ընտրել օգնականներ եւ շարժվել առաջ։ Վստահ լինել։ Վստահ լինել, իհարկե։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս Մուրացան համալսարանական հիվանդանոցի ընդհանուր մանկաբուժական ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու մանկաբույժ Մարիտ Արաքչյանն էր։ Մինչ հրաժեշտը եւս մեկ անգամ ասեմ շնորհակալություն սպասարկման համար Արփինկա Բյութիին, տեղեկացնեմ, որ այն գտնվում է Իսակով 42 կոտորակ 3 հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, հաջողություն։